Արդյոք հոգեբանությունը մասնակի կամ ամբողջական դեմ է Աստվածաշնչին, ինչ կասեք հոգեբանական թեստերի մասին։ Հոգեբանությունը բնականաբար դեմ չի Աստվածաշնչին, ոչ էլ Աստվածաշունչն է մերժում հոգեբանությունը, ուղղակի մենք պիտի հասկանանք հոգեբանությանը ծանոթ մարդիկ կհասկանան, որ հոգեբանությունը երևի սխալ անուն է ընտրել, որովհետև հոգեբանությունը հոգու հետ կապ չունի, այլ մտքի, զգացմունքների, կամքի ոլորտում է գործում հոգեբանությունը, ավելի շատ աստվածաշնչյան բառը հոգին չի, այլ շունչ է։ Ռուսերենում կա դուխ, դուշա, իսկ հայերենում երկուսն էլ հայերեն գրական լեզվում երկուսն էլ հոգի են թարգմանվում, դրա համար երևի սխալմամբ հոգեբանություն է եկել, անունը դարձել, իսկ ճիշտը դա շունչն է։ Հոգեբանությունը շնչի ոլորտում է գործում եւ կարծում եմ ճիշտ աստվածաշնչյան գիտելիքների տիրապետող հոգեբանները բավականին օգուտ կարող են տալ մարդկանց, քանի որ շնչի ոլորտում, սա եւս մեկ անգամ կրկնեմ, միտք կամ զգացմունքներ, շնչի ոլորտում բավականին օգնության կարիք կա, մարդիկ ընկնում են դեպրեսիայի մեջ, մարդիկ ընկնում են վախերի մեջ, տագնապների մեջ, անհանգստություններ, նևրոզ, եւ սրանք բոլորը շնչի ոլորտում են եւ աստվածաշնչյան գիտելիքին տիրապետող հոգեբանը մեծ օգուտ կարող է տալ մարդուն։ Իսկ հոգու, այսինքն աստվածաշնչյան գիտելիքներին չտիրապետող հոգեբանը, որը չգիտի հոգևոր սկզբունքները, իրենք հիմնականում ընդունելով, չմերժելով հոգեբանությունը, ասեմ, որ երբեմն մեծ վնասներ են տալիս հոգեմետ դեղերի ազդեցությունը, սխալ խորհուրդները, ոչ աստվածաշնչյան խորհուրդները մարդուն ավելի խորը ճահիճի մեջ են տանում, որովհետև սա ոչ պակաս կարևոր է մարդու զգացմունքային առողջությունը, քան ֆիզիկական առողջությունը։ Այո, ինձ համար հոգեբանությունը ընդունելի է, բայց աստվածաշնչի հիմքի վրա։ Սա իմ կարծիքն է, բնականաբար, եթե հոգեբաններին հարցնեք, իրանց համար էլ շատերի համար Աստվածաշունչը ընդունելի չի, եւ առաջին հարցը, որ տալիս են, հավատացյալ չես, սա է, բնականաբար մարդը պետք է արդեն ինքը կողմնորոշվի այս ոլորտում։